երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործին ես հիմա իհարկե չեմ բարեբախտության հետ չի։ Չեն ստում ավելի շատ երևստեղա զուտ մասնագիտական առումով, հա, այս պահին կա Արարատյան դատարանի որոշում, որով դատարանը լավոր երրորդ նախագահի գործողություններում հանցակազմ չկար, դա բողոքարկվել է վերաքննիչ դատարան, դեռ չգիտենք ինչ կասի վերաքննիչը կամ հնարավոր այլատյանները, բայց այնքանով ինչքանով կա, հա, Արարատյանի դատարանի վճռի մասով հետ նայելով, օրինակ կարող է դուք գնահատում եք, որ այդ գործը ուրիշ ձև կքննեիք, ինչ որ բաներ ուրիշ ձև կանեիք, թե դուք համարում եք, որ եթե հիմա հետ գնաք մի քանի տարի հետ, լրիվ նույն ձև կքննեիք այդ գործը։ Շնորհակալություն պարոն Յանիսյան հարցի համար, ասեմ ձեզ հետևյալը։ Բոլոր այն դեպքերում անձին քրեական պատասխանատվության ենթարկելուն եւ ես այդ նպատակով կազմում եմ փաստաթուղթ, ես այդ փաստաթղթին վերաբերվում եմ այնպիսի զգուշավորությամբ, որ կանցնի մի տարի, 5 տարի, 10 տարի, եթե չի հայտնաբերվի որևէ հանգամանք, նշում եմ, չի հայտնաբերվի որևէ հանգամանք, որը ինձ նախկինում հայտնի չի եղել եւ օբյեկտիվորեն չէր էլ կարող հայտնի լինել, ուրեմն իմ մոտեցումը իմ ստորագրած փաստաթղթին եւ իմ կայացրած առավել եւս չի փոխվի այդ գործով եւ անկախ են հանգամանքից Ներողություն պարոն Մայլյան, ես միգուցե հարցս մի քիչ բան ձևակերպեցի։ Ես չեմ ասում, որ արդյոք դուք դեռ համարում եք, որ ուրեմն Սերժ Սարգսյանը կատարել է այդ կոռուպցիոն հանցագործությունը, թե չէ, հարցս դրա մասին չէր, հարցս նրա մասին էր, արդյոք գործը ուրիշ ձև կքննեիք, արդյոք կփորձեիք ուրիշ ձև ինչ որ ապացույցներ բերել, ավելի շատ հիմնավորել, ավելի շատ հիմքեր դնել մեղադրանքի տակ։ Խոսքս հարցս ավելի շատ սրա մասին է, էլի։ Շնորհակալություն։ Պարոն Յանիսյան, այդ քրեական գործով նախաքննությունը իրականացվել է ամբողջական ծավալով բոլոր հնարավոր ուղղություններով եւ բոլոր հնարավոր գործիքակազմը օգտագործելով։ Հիմա որ հետ գնամ 5 տարի ներողություն, մի փոքր ավելի 2019-ին եմ քննել այդ քրեական վարույթը, ես չեմ գտնում, որ կա ինչ որ մի բան, որ ես պետք է անեի, կա ինչ որ միտեղ, ինչ որ մի ապացույց, որ ես կարող էի ձեռք բերել եւ ես դա չեմ արել։ Եվ իմ մոտեցումը կմնար նույնը։ Բայց եթե դուք բարձրացրեցիք այս գործի հարցը եւ ընդ որում բարձրացրեցիք այս փուլում, մի հետաքրքիր հանգամանք էլ ես կուզենամ նշել։ Բնական է այս հարցը տալիս եք, որովհետեւ նաեւ այս պատասխանները կհետաքրքրի հասարակությանը եւ հանրությանը։ Բայց իմ կարծիքով ներողություն մի բան ասեմ, ես որովհետեւ միտում չունեմ սա վերացելու այդ գործի հետ կապված ձեր մամուլի ասուլիսին, էլի, ինձ իրոք հետաքրքիր է հասկանալ ձեր պատկերացումները, վերանայում եք, չեք վերանայում այս կոնտեքստում։ Չէ, պատկերացումներս հետևյալն է, չեմ վերանայում, ուղղակի հիմա ավարտեմ միտքս։ Իմ կարծիքով հասարակությանը պետք է հետաքրքրի մեկ այլ շատ կարևոր հարց։ Քննիչ Մայլյանը 8 ամսվա ընթացքում քննեց քրեական գործ, առանձնացրեց դրանից 4 հատոր, 4 հատորի սահմաններում մեղադրական եզրակացությամբ քրեական գործ ուղարկեց դատարան։ Մոտ 1 տասնյակ դատակոչված վկաների պայմաններում 4.5 տարի Արարատյան դատարանում տևեց այդ գործի քննությունը։ Ընդ որում իմ համար շատ անսպասելիորեն այդ գործով դատական նիստերը սկսեցին շատ արագ նշանակվել, հատկապես այն ժամանակ, երբ որ արդեն լրանում էր այդ գործի վաղամության ժամկետը։ Ես մի բան խնդրեմ, էլի, քանի որ ես Բարսագուն դատական խորհրդի անդամ եմ, այն դատավորներ կարգապահական պատասխանատվության հիմքով եւս չի աշխատում։ Խնդրում եմ, որ այդ հանգամանքները ձեր մասին խոսեք, էլի դատավորի չէ։ Կներեք ամենայն հարգանքով։ Շնորհակալություն, բայց ես էլի իմ մասին էի խոսում, իմ մտահոգությունն էի բարձրացնում եւ առանց Պարոն բարձրացրեց հարց, եթե քննեիք այդ հիմա որ նայում եք, ասում հետին մասով էլի,
Դուք նույնը կանեք, ինչ որ հիմա եք Այո, ես ապացույցների ձեռբերում, գնահատում եւ այլն։ Այդ տևողությունը բոլորը գիտենք, էլի դա քնիչի հետ կապ քնիչի այդ որևէ առնչություն չունի 4.5 տարի։ Դրա համար եմ ասում։ Բարի, ես այդ հարցին արդեն պատասխանեցի, կարծում եմ պարոն Յանցյանը բավարարված է։